Հասակասն էլ եկո։ Գնացել է, խոխան դաբրում է իմ համար։ Շոգա, իմ դարդով, ցավով։ Գլուխս կարկետ այդ այրոպորտ, ջուրակ շփեի սամալյոտների հետևից, ռեզինիքստիկներով։ Հետո քիքայ, խելո, գլուխս կասես, մնձիրված, համեկով լուրեր են գնայեի, չէ։ Հələ մատկայնի զաժիգալգեն կտեմ պարոպաշյան չետ ասել արի։ Ջենջ, արիլ է պարոպաշյան։ Մերոն կուտրել է։ Պարոպաշյան գիտես ընչի եմ մարդուներ են խոսամ այսօր։ Մարդուներ են ասելով մեր շատ սիրելի գեղար քունիքի մարզի բարբարով։ Հələ կայնի։ Իմ ավտոն կայն է ռեմոնդի, ես էսա մեր այրոպորտի զամ դիրեկտորի ավտովը կշվեմ էլի, անով ազանգած, անջը տեսնայ, ես կսեմ եմ խոսալ, սանգում ու զանգում, կրկրում են իրանց, ես ասմա ուղտ են գուզապ պարակ, իրանք են մոստի վրա, Պարոպաշյան, դու ջուզ ես, ես կեզ ընդորապես չանրադարնամ, մեր անկոտրելի վարչապետ, մեր կնձղ, հա, էլի ես եմ, Օրինակ նայած, սենց հասարակ օրինակ բերեմ, սենց հեռակա ձևաչափով խոսեմ քո նման տնգլամական հետ։ Տնգլամուկ էլ են, որ սենց Ատա պոչն կոխայրա ոռը, սենց տնգլարով կեթա, չէ։ Ես Facebook-ից կոպիտ ասած սենց հեռացել էի, չէի մոռացել, հեռացել էի պրոստը։ Են չի բլխորիր, հա, մեր անկոտրելի վարչապետ, հա, ջենջազավր, կխետնեմ է։ Են չի եկար մեղվի բունն քանդիրը սենց, մոտով։ Ես քաս կնամ, փոքր վաղ դուք շատ ես սիրե, քակ ես տակա, թելնես մոտով խաղաս հետը։ Են չի եկար իմ մեջ են սկսար բլխորել։ Հա, պարոն ջենջ։ Դու չխաս կնաս, ես որ գլուխ կախեմ իմ կետամիան, կսեմ կումորք ու գլուխ։ Դու քո նազելի Բաղդասարյան, քո տիրադավ եպիսկոպոսներ։ Դու պտի եթաս 7 թվանք մոն վարես, քո տիրադավների խետ, որ ես չվերադարնամ Facebook-յան հարթակ։ Գիտես խի, որտև ես որ վերադարնում եմ, դու սկսում ես քրդնել։ Հեսա կասեն ինքնիրան ռեկլամ անեմ, հեսա այն գարիկն կգա, այն նախքին թալանչի։ Մեր օպեմյատ սիգարետ վարը։ Վերջի զանգի կուրտ կեսա, Պարոպաշյան, մինչև հիմնական թեմային ասնել, էլի մեր գու բանից, ստից խոսամ չեց էթամ։ Стоящий Воротникова, նայալ է։ Նայ, կանից շիշ տամ էլի, վերջի զանգի կուտ կեսա, վիպուստայի։ Ինչ անշանակ եմ, Պարոպաշյան, որ Стоящий Воротников կուրտկով մտել եմ լայվ։ Հələ գուշակի, ուգադայից տրյոխ ռաս, ասա թութարկման ինք ռուսենից տուլա։ Ինքը մենակ գիտի, սպասիբա Վլադիմիր, Պրիկլանովույս կվամ։ Գրթան հավիպաս, կիշաս են կոստումի պեշայրոր պրոլերատորին։ Նշանակում է, եթե ես Стоящий Воротников մտել եմ լայվ, էտա լայվի գնոպկեն հուպակի դամ, նշանակում է սրեր եմ, կայներ է Պարոպաշյան քու վրա, հələ ասան չի։ Պարոպաշյան, դու նամուս, ամոտ, աբուր պարոել կսեմ, էլի, կնձղ, այդանց հասկացողություն, վարշը գիտես ինչա։ Ես որ ես 2-3 հոր ասենց տվայտվելով, հեռացել եմ իբր թե Facebook-ից, պրոստը մտնեմ, բան եմ նայեմ, սմայլիկ, բան եմ դնեմ, հետո ռոդես քաշում էթվեմ։ Ինչ ակ նշանակի էդի, բայց չդիմացա այսօր, ալի, քանի որ կարասկոպով հիստերիկ եմ։ Հա? Ես որ կնայեմ էտա քու տիրադավ եպիսկոպոսներից մեկի խոսելը ոչին, այդ ձևերին, էլի են։ Հələ կանի ցույց տամ, էլի։ Մեծ եպիսկոպոս ունես, հələ։ Էսի ավտոյի զաժիգալկեն է, որ հուպա գիդաս կնոպկի մեջ, կկորմրի, քանաս էտա ճպծուս, սած սիգարետն գվարես, էլի։ Էսա քանի եպիսկոպոս ունես մի հատ, էսա քաներ, չէ, ավելի կոլոտ, բա, էդրա խոսելա ձևին, հետո կնայեմ քո ձևավորած, աժեն նախագահի, կվուր չանեմ, չէ այսօր, չելի առանց կվուր, են, մետ կա է, մետ վերբլուդ ունես մի հատ, վերբլուդ, ուղտ, էդրա ծերերին, էդրա այդ պորճավարի խոսալուն, անկան խզից անեկդոտներ ակի իշեմ, էլի,
դե փոքրվաղ շոկոլադ կոնֆետի պակաս չի ալե, հիշողության կորուս չկա, էլի քուպես։ Է որ ասում ես 18-ին, որ ասում են պարոն Փաշյան, դուք ասիք որ արագաչափերը կխանեք, բահմի չեք հանում, ասում ես, ես տես բան եմ ասա։ Ես տես բան եմ ասա։ Ոյսը չորը մարի ես տես բան չեմ։ Էտես է դու, քնձղ։ Ուզեմ սեմ ի համեմատություն քո նման ջնջուլազավրի, ջնջուլազավրը թե ջնջուլապաճ։ Էքստեն ինքնա չէ։ Ժողովուրդը հայազգը այդ թվում նաև ես նվաստս տկարած հիշողության կորուս չունենք։ Մեծ ընճենջ, քնձղ։ Էդի սևես բրը լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Հա, մի հատ իմ ընկերներին կխնդրեմ, որևիցե մեկը թող մի հատ որ ասեմ ինչ պետք է խոսάει, մի հատ կոմենտ գրեն, խոսքի ուզում եմ հեռակայով նաև Արամ Սարգսյանի հետ խոսամ, Վազգենի աղբյուր։ Կարող եմ մոռանամ, էլի։ Ես որ գնայեմ քու շուրջն համախմբված եպիսկոպոս, էտա մի հատ կասենց էսական։ Էդրա խոսալուն, գիտես ինչա գիշեմ, պարոն Փաշյան, մի հատ անեկդոտ։ Չէ, անեկդոտներ շատ գիտեմ, բայց այդ անեկդոտը կոպիա է դրա վրով է, էլի։ Է որ քելի ինքն իր եպիսկոպոսական կարգը, հա? Սարգսակ, չէ, դեպիր Սարգսակ իմ իմանալով։ Չգիտեմ, հետո աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, հետո գնում է արքեպիսկոպոս ու դաշը больше։ Ինքն խոսա եպիսկոպոսին տորմուզներ մխերա։ Ինքն այդ ամեն ինչ ստացել է Գարեգին երկրորդի օրհնությամբ, Հելնիքսի Գարեգինը լավը չի։ Անկախ ասես գիտես ինչա քիշամ, մեր մեծն կապիտուլյանտ եմ ասում, անկոտրելի վարչապետ։ Որ սկսում եմ խոսալ, ես խոսալու թոշակ եմ ստանում։ Դոմինիկ գր, պետք է ասես, որ ձենս կդրեմ, էլի։ Մի հոգի կա տենց ասում։ Գիտես որ անեկդոտը, մի հոգի մտնում է բասեյնի մեջ լողնալու, պարոն Փաշյան։ Մի ամիտ կեղտոտում է։ Այս քաքը քու նման, էլի։ Քաքասելով աղկոն էր թե աղկո։ Սես գելնի բասեյնից ջրիարես։ Դե քաքն չի սգում, չէ կուպես։ Քեզ իշքսանք սես նախկիններն են մեղավոր։ Քաքն գելնի ջրիարես, այս մարդուն այս քիպ կողն, էլի այս կեղտոտողի։ Այս մարդ գնայ այս քաքին կսայլ է նայա։ Հենց որ որիցս հելել անձի լողնալ է սովորցնում։ Ատի քու էտա եպիսկոպոսներից մեկի վրով ակ պատմեմ, էլի։ Որ առանց Գարեգին երկրորդ Գարեգին բը ինքն եւ որոշակի հանգամանքներից ելնելով ինքն ընդհանրապես առաջ գնալու ոչ մի հնարավորություն շանս չուներ, բայց այսօր ինքն, քանի որ ինքն Adran gnaim gidasın elfi multigner akişen vavo. Elfi multigner dar չէ? Պստիկ վաղ։ Elfer էլի, ասում ոնց էր? Պրինցեսա չէ։ Բելասնեշկա իսեմ գնոմով։ Այդ սեմ գնոմներից մեկն է։ Գնոմով թե գոմով։ Գոմիկնի, չէ։ Հետո էդի մեկ, անցանք առաջ, էդի այդ շքեղ փարթան բոյ ունեցող եպիսկոպոսի վրով ակպատնան, ալ այդ անեկդոտ։ Է որ կսակաթրիկոսն, ես ինչա, ես եկել եմ բարենորոքեմ եկեղեցի։ Բայց մի անգամ ձեռն չագուշ, գոնեմ էլ Նիկոլ Փաշյանի ձեռից, այն երագույնն վրա են փաթած չագուչն մեկ տանձեր, կցի ոտին, չէ, կցի ոտին աշկեն կուրի։ Տեսել ես դրա, վիճա, թեթև կամիլիկ շիկտանի գիտես, հերուն է, հետո, էլ ինչ է հիշում, էլ ինչ անեկդոտ է ուզում պատմել, հա, հետո մեր Ալյոնա Սիմոնյան, Պարոն Փաշյան դուրուց չեկար, չէ որ էլ եկա, վերադարձավ Facebook, չկրնամ առանց սա, հիվանդություն է, բայց սա էլի խոսամ պրծնեմ սիկտիս քաշեմ կետա, այդ քո ազգային ժողովի նախագահին արատի, Լաբադայի հետ որ գգվել էր, խա էլի, այն ուկրանյացի երջու, Լաբադա, մեր Ալեն Սիմոնյան ասում է, զրպարտիչ լուրեր մի տարածեք, ես մենակ մոտիկից տեսել եմ Լաբադային, շատ մոտիկից, ուղղահայաց ժպիտ, ճոգես, բայց բեյնի գողերը դուս էր տվել Ալենի, կարող է, դա շարչան է վրա, Ալեն Սիմոնյանն ինչ է կսա, Պարոն Փաշյան,
Մեր լկտի ակսեմ, մեր անկոտրելի վարչապետ, ինչ է 20 է քո Ալեն Սիմոնյան, 20 այո 50 միլիոն ցիտում եմ վերբլուտ Ալեն Սիմոնյանին, 50 միլիոն դրամի պարգևավճար տվերենք, լավ ենք արերենք, էլի պտի տանք։ Գիտես ինչա կիշեմ, նայելով քո Ալենի Ելում, կան չէ լիքը ջնջուլ այդ պաշտեն ընդ է։ Դրանց խոսելա ոչ որ գնայմ, գիտես ինչա կիշեմ, Է որ դուք մեր ողջ ժողովրդի, մեր ողջ ազգի դրած գժիտեղ երգիրը ավելի ու ավելի եք թաղում պարտքերի մեջ, չէ՞։ Աշխատավարձ, պարգևավճար, 13-րդ աշխատավարձ, ջոգես։ Բայց ինքն անկոտրելի Նիկոլ Փաշինյան որ եկավ կառավարություն, էտա նստավ, էտա ջնջուլազավարի պես, էտա շիֆրի մխով դուբլին ընդ է։ 8 միլիարդ էր, 6 միլիարդ էր արտաքին պարտքը, 16 միլիարդ արդեն հատերա, գնումը։ Կարևորն ասում է իրանք լավ ապրեն։ Ու կապ չունի, դա թոշակառուն չի կարամ գազի փողը տա, լուսի փողը տա։ Չանդա մեր պարոն Փաշինյանի կողերն հանգած ճանճ, փոշի, քամի չանցնի։ Որտեղ ինքը փոքր վաղ եղել է շատ խրուպկի ռիբյոնը, խենթը, LGB խենթը։ Ալեն Սիմոնյանի խոսալ ու քո խոսալ որ կլսեմ, պարգևավճարների գրով։ Գիտես ինչա կհիշեմ։ Անեկդոտ, էլի անեկդոտ, հումորայի։ Ասма մեկան պոեզով տեղա կեթա։ Պոեզ գիտես ոնա պարոն Փաշինյան, չուկչակ չարակչակ եւր տատանք երկրը։ Գնստի պոեզ կեթա, էլի։ Կուպեի մեջ։ Այս կուպե ինքը որ գնստի պոեզ մի 10 րոպետո մեր հոգի հելա կմտնի կուպե, կսա այս սիմպտոմ, սի ես։ Ես էլ այս կուպեով տեղ կեթա։ Երկու ճամփա կեթան 3000 կիլոմետր։ Խոսքի ոնց որ Մոսկվայից Ադլեր Սոչի Երևան։ Դες մետել երկար, չէ՞։ Ադլեր Սոչի, для себя, это райская земля։ Վերջը։ Դե երկար ճամփա պետք է տան, ես ինչ միացավ այս ավտոյին։ Նայր, аэропорտի դիրեկտորի զամնաչալնիկի ավտոն։ Նայբան միացավ, իրաս, հալկայնա դա խոդից անգսնա։ Ամար վենտիլատորներ միացել է, անչի երած ես ավտոն, կամբխվես դու Նիկոլ Փաշինյան ավտոն երած։ Հալկայնի։ Քանի որ երկուսով ճամփա պետք է տան, այս մարդիկ նստած այդմեն, այդ գնացքը սկսում է շարժվել, էլի շատ երկար չպատմեմ, որ չասեն դա դժվացել իր պատմի։ Այս նորվա մտածը, հա։ Սես նայ, խես թորսուշի դակ նայում այս մարդուն, էլի։ Այս մարդը ասում է ինչ արա, ինչ ես ուզում։ Ասում է լսի, ես գոմո եմ։ Արման Բաբաջանյանի պես, էլի, դու կրուչ մակդակի։ Ասում է ես գոմո եմ։ Արի երկու ճամփա պետք է տանք, արի ինձի բավարարի։ Խուժանական չեմ պատմում, կուլտուրայի մեջ եմ պատմում։ Ասում է խոդո նորմալ չես այդ տղա, ես նորմալ տրադիցիոն համակարգ չէ, չէ։ Ես ավտոն իմ ներվեր կերավ, լավ, անցնենք սենց խաչանք, ինչ հմիացել չգիտեմ, վայթե տրնեմ ենք եսա, կսա ես նորմալ ընտանիքի տեր մարդ եմ, այս ուղևորներից մեկը, իմանա կսես արի ինձի բավարարի, արի ինձի դոմպի, այդիկ պատմեմ քո ու Ալեն Սիմոնյանի պարգևավճարների վրով, կսա ամեն, ասեմ այդ բար, ամեն դոմպելուց, ամեն շարժումից, շարժում, ձևակերպենք որպես շարժում, ես քեզ $100 փողակի տամ։ Ես մարդ կսա ռադելի։ Չենեմ ես այդ մալբան, ես չդավաճանեմ իմ սկզբունքներին։ Իմանալ կսել մեր պարոն Փաշինյան, Արցախը, Հայաստանը եւ վերջ, ասма հետո ասма, ես տենց բան եմ ասել, նվաղ հայրենասեր էի։ Վերջ, ես մարդ մտածում ասում այ մարդ դե ծնունդա կեթամ, կնունքա կեթամ էտա Սոչի տեղ էլի, փող չկա ձեռս, քիչ է ձեռիս փողը։ Մեկ էլ կուպե մեջ ենք, բան մարդ չի տենեմ, համացայվում ասելա հետ, ես գոմոյի հետ, խոսքի Արման Բաբաջանյանի հետ։ Անդալիքն են, չէ՞ մենակ Արմանն չի։ Լևոն Շիրիմյանը, տենց ինչ շքեղ տղամարդ է։ Мужчина в полном расцвете сил. Անդր Շիրիմյան։ Վերջը։ Այս իսկ սկսում է իր գործնանել կուպեի մեջ։ Այս գոմոն տակից տնքմա, Ռոման Բաղդասարյանի պես։ Ու սկսում է հաշվել էլի, դե ասել է ամեն զախոդ է, շարժուձև ասեն, կարուձև չէ, ամեն շարժումը $100։ Այս գոմոն տակից տնքալով ասում է 68, 69, 70, այդ էս թաղանձի պարտքերի մեջ։
Համի քո խոսալն ու Ալեն Սիմոնյանի լրջգված հետ ձևաչափը խոսալու։ Սա 50 միլիոն դոլարի դրամի աշխատավարձ ենք բաժնել, պարգևավճար։ Պետք է մի հատ էլ կբաժնենք։ Այդտենց թաղեք մեր ժողովրդին պարտքերի մեջ։ Հա? Հա, Բարոփաշյան։ Դու կդրվեր ես իրականությունից։ Մի հատ մալինոյով չայ խմի, ոտերդ գորչիցա դիր, Բարոփաշյան։ Էլիա կրկնեմ, այս Ստայաշի Վարատնիկովին վերջի զանգի կուրկեն։ Գիտես որ եմ հակե, որտեվ այսօր մի ամիտ, էտա VPN էր, VPN-ն միացրի, մի 4 հատ պահում եմ, էլի։ 4 հատ VPN, դե տունա թոլնի։ Միացրի, մտա Facebook-ն ինձ կսա լսի անպատկար։ Մեր Բարոփաշյանի օգտատերեր բողոքել են քո հմեն վիդեոների վրա։ Անդել կոմենտարի այ գրե, էտա ցուկին սինը, ցուկն էլի։ Ասма դու Facebook-յան համացանցային տիրույթում անելիք չունես, անպատկար։ Ասիկանի քանի էջես չեն փագես հենց երկու բերան խաչամ։ Անչ ես մտեի մեջի վրա բողոքել տվել քո ֆեյք հաբուծարանով։ Հա? Ջնջուլ։ Հա? Խասկնամ էլի, գուզեմ ես նվասս տկարած խասկնամ։ Բարոփաշյան կարաս մի հատ շատ լավ իմ ծանոթի պես։ Այդենց արա էլի։ Այ մարդ քո հեռախոսն անջիտի գնա։ Կապի մեջ մի էլի։ Հետո որ կգա одноклассники ռոջիկ տալու վախտը, կասես Մի բան կասես դու, կհնարես կասես։ Ասա չէի կարա մտնել հեռախոսի մեջ։ Այդպես մի բան ասա։ Չեղի այդ մալ, գեղի։ Ու հետարքիր մե աժոտաշ։ Ոչ մեկի մար գախնիկ չի, էդի մի շումորային մի ավելի լուրջ։ Հենց ուզում հերակայով խոսամ Արամ Զավենի Սարգսյանի հետ։ Նախ մի անգամ եւս ցավակցում եմ քո եղբորդ։ Քո պապայի մահվան կապակցությամբ, որտեվ Իշքան էլ ես քեզ քլնգած ելնեմ կոպիտ ասած, դու սպարապետի աղբերն ես, ու մահացող քո պապան էլ սպարապետի հայրն էր, ցանկացած այ պետք է հասկանա, որ սպարապետի հայրն է մահացել, բայց, ստեկան այդ հետարքիր բայց, դե որ դու մեկ, չգիտեմ, ընկնելով Նիկոլ Փաշինյանի ջրերը, հակա, ես իմիջ կոչեր ես անեմ, խոսում ես, քեզնից դուրս, ուզում ես ասես Matrice я тоже осетрина, այլ ոչ, խոսքի я Ռաֆայելո, այլ ոչ թե ճճլիկ կոնֆետ, ծծովի։ Լավ ես անում, դու դրա իրավունքն ունես, դու քաղաքականության մեջ ես ունես կուսակցություն։ Այս ամեն ինչը ես սենց հեռակա ձևաչափով հարց եմ տալի քեզ։ Հարց որպես ձևակերպում եմ։ Դու գոնե մի քանի օրվա ընթացքում Գոնե հասկացար, ովքեր են քեզ շրջապատել, հա? Արամ Սարգսյան, հա? Թե չէ։ Ովքեր են քո շրջապատում գտնվում, չեմ ասում քո շրջապատի մարդիկ վատն են, ընդ լիքը արժանավոր մարդիկ կան, լիքը, հայրենիքի մար կռված ընկերներ կորցրած, բայց ոչ բոլորը։ Իսկ մեզ ոնց մի անգամից sense են որ ասма 170 թետոլ 360 աշճան sense ֆռացին ու հելան քո դեմ, թռան քո դեմքին, ճակերտների մեջ։ Ու դու ուզում ասես դու այնքան քաղաքական փորձ ունես, որ այդպես մարդկանցով ես քեզ շրջապատել։ Մի հոգել կապիկ ունես, հա թերաշով։ Ես իրան լորիս եմ ասում։ Ինքն հայտ էր ներկայացել, որ մտներ Էշմիածնի քաղաքապետ դառնար, նույն չստացվեց ոչինչ։ Կարող է մյուս անգամ ստացվի, բայց ինքը համառ կերպերով մնում է քաղաքականության մեջ։ Ու այդ մարդը ով ասում է ես կարամ դաժե աշխատեմ վարչապետ, մեր Նիկոլի օրին է, էլի, խոսելա ոչնելա նման։ Կոպիտ բառ չեմ ուզում ասեմ։ Հարուտնա, բան չասի։ Ու այդ մարդն ով ուզում է քաղաքական հայտ ներկայացնի մտնելու քաղաքականություն, առանց հասկանալու, որ քաղաքականություն մտնողը գոնե պետք է մանավանդ Ռուսաստանում տաքսի քշած։ Պետք է գոնե ռուսական քաղաքների, ռեգիոնների անունները գոնե ճիշտ արտաբերի, գրի։ Ես վստահ եմ, հիմի դաժե մտել արդեն ես fake edge-ով նայում ու արդեն իր հրապարակումների մեջ լորիսը մանա գալի։ Էս ինչն եմ սխալ գրել։ Բա ինչա գրե Ямало-Նենեցկի օկրուգ, Նենեց։ Բա առանց հասկանալու, որ Ямало-Նեմեցկի օկրուգ է, ոչ թե Նենեց։ Հեսա կմտնի գուղի ոչինչ նորմալ է։
Բայց ինքն կարևորը ուզում է մտնի քաղաքակրթ։ Ինքն դե հայտ է ներկայացնում։ Ու լիքը քառակուսի կրծքերով կանայք գրում են ապրես երիտասարդ, դու շատ ազնիվ ես։ Դու հրաշագեղ մանուկ ես։ Լավ են, անեմ գրում են։ Ռոստը ես էդի համեմատելու բան չի Արամ Զավենի Սարգսյան, բայց դու հասարակ օրինակի վրա պետքա որ մի փոքր գիտակցեիր, թե քո շրջապատի քանի տոկոսն է իրոք նվիրված քեզ եւ քանի տոկոսն է ուղակի քո կուսակցության քեզնով քաղաքականության մտնելու խաթր հավաքվեք օղերդ։ Հասկանում ես ինչ եմ ասում, թե չէ։ Վստահ եմ հասկանում ես։ Էլի բան պետք է ասեի օրինակի հիմար։ Հա։ Մեր համացանցային հայկական համացանցային տիրույթում երբեք չի դադարի հակառուս կամ հակա Եվրոպա այդ խոսույթները։ Քամբխանք ես ավտոյի մեջ։ Երբեք չի դադարի դա, բացարձակ։ Մեր ազգի մի մասը հակառուս է, մեր ազգի մի մասը հակա եվրոպական է, մեր ազգի մի մասն էլ հակա ամերիկյան է։ Նորմալ է, դա ամեն մարդ ունի իր մտածելակերպը։ Բայց օրինակի համար բերեմ մեծ հասկանալու համար ես ինչ եմ ուզում ասեմ, բերեմ մեծ հասարակ օրինակ, հələ մի րոպե, տենամ այս ավտոն քամբխվում է, թե ինչ։ Թե տակոտ է գալու վերջապես, չմնձրվենք, մնանք ստեղ կարող է մեզի գտնեն այս ավտոյով։ Մարդիկ, ովքեր խոսում են այսօր Հայաստանի անկախությունից, սուվերենությունից, ու մարդիկ կրում են Յան ազգանունը։ Ամենայն հարգանքով հայ մնացած տեսակի հանդեպ, ոչ բոլորի, ովքեր Յան ազգանունն են կրում։ Այդ մարդկանց ուզում եմ հարց տալ։ 600 տարի, մոտ 600 տարի, Հայաստանը ունեցել է անկախություն, պետականություն, անկախություն, հա։ Կարող եմ մի քիչ զատիտամ այս ավտոն խոդից ընցնի, հələ մի րոպե, էլի, իմ օլար սրա զատնի, թաղեմ սրա արև, տրակտորի սկորոստա, այդ ջիգերով ավտո, գիտես, նայք, ես սաղալով քամբխվել ենք, մենք որպես երկիր ունեցել ենք պետականություն, որպես ազգ, որպես ժողովուրդ, չէ, լավ, այդպես չեք հասկնա օրինակը, մեկ այլ օրինակ բերեմ, առանց գովերքելու որևէ մեկին, որտեղ մեդալն ունի միշտ ասել եմ երկու երես, հեսա երկրորդ երեսին էլ կանդրադառնամ կարճի մեջ։ Կա երկու հատ տուն, երկու հատ հարևան։ Մեկը այդքան էլ լավ չի ապրում, քանի որ ինքը իր նախկին վատ ղեկավարների, ոչ հայամետ ղեկավարների շնորհիվ ծովից մնացել է կեսբուր, իր կես մարշրուտկա բնակչությամբ։ Կես մարշրուտկա, որի կեսը հնդիկ պարսիկ է, բայց ինքնիշխան ենք մենք։ Այն մյուս հարևանը, ինքը մեծ երկիր է, չեմ ասեմ լավն է, ասում եմ մեծ երկիր է։ Այդ երկու հարևանների մեջ, չէ, այն մեծ հարևանը, այն հարուստ հարևանը։ Տենեմա, որ այս փոքր հարևանին եկեք ճնշում են։ Ասում են դու տունդ գրավադրված, հա, տունդ այդ ամեն ինչը փոխաբերական իմաստով։ Դու իրավունք չունես սեփականության վկայական ունենաս, տուն ունենաս, անկախություն ունենաս, երկիր ունենաս։ Ու այդ հարևանի տունը սենց բանկերի լոմբարդներով չակերտների մեջ միշտ անցել է։ Մեկ արաբներից ձեռնայել է, մեկ պարսիկների, մեկ թուրքերի, մեկ եսի մի ինչ։ Այս մարդն ասում է, այս մեծ հարևանն ասում է կայնիր։ Շունգել հարևանս է, էլի, մանավանդ մենք էլ մի կրոնի ժողովուրդ ենք, երկուսս էլ քրիստոնյա ենք։ Հասարակ օրինակ, մի փոքր շեղվեմ։ Մոսկվայի եկեղեցուց ես վիդեո նկարեցի, դա նկար ցույց տվի, գրեցի սա էլ հայ առաքելական եկեղեցու եւ Ռուսաստանի եկեղեցու ցույցատալի այս նկարը խորհրդանշում է եղբայրությունը։ Մարդիկ YouTube-ի մեջ գրում են Ռուսաստանի եկեղեցին ուրիշ է, էսի ուրիշ է։ Առանց հասկանալու նկարի բուն իմաստը, վերջ այդքան բան։ Մենք սիրում ենք քննադատել, մենք էմոցիոնալ ժողովուրդ ենք։ Այս մեծ հարևանն ասում է, վերադառնամ թեմային։ Այս մեծ հարևանն ասում է, լսի, արի ես այդ քո տունը, որ գրավադրված է, հա, վերցնեմ բանկի ձեռից, քո պարտքերը վճարեմ։
Պետք է ուժի զորով եկալ եմ քո այդ կադաստրի վկայականը, որ Նիկոլ Փաշյան, մեր անկոտրելի է թե ջենջեր, մեր քնձեղ կապիտուլյանն ասում է, մենք վկայական չունենք։ Մենք չունենք, մեզ դες բան պետք չի։ Եկած օրվանից ասում է Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Չէ՞։ Վերցում է կադաստրի վկայականը, ասում է հարգելի հարևան, դու 600 տարի չես ունեցել պետություն։ Արքես պետություն, զավոդներակ սարքեմ, էսա կանեմ, ենա կանեմ, հետի խսհեմի մասին եմ խոսում։ Վեկալ աբրի։ Հայաստանի ինչ-որ մասը ազատագրում է թուրքական լծից։ Ասում է վեկալ աբրի։ Հեմի հարց, եթե այդ ազատագրված չակերտներով, հա, իմիջայլոց, այդ նույն մեծ հարևանը, փոքր հարևանի որոշակի տարածք է թվում Նախիջևան և Արցախ։ Իրեն բոլշևիկ մենշևիկների շնորհիվ վերցում կցմա, ասում է, էտա բեղերով ուխտի երգիրն կերոսին ունի նավթ, էլի, հեսակ ասեն հրսիկով նեսանան դրա համար, օբյեկտիվության համար էդ էլ պետք է ասեմ, ասում է այսին քեզ 100 տարով վարձակալության են տալի Նախիջևանը, բայց Նախիջևանի վարձակալության 100 տարին լրացավ ու մորոք, մեր օպեթով աղոնասի, ասա, քու ձեռին ինչ նկար ես բրնի, Անա Հակոբյանի նկար, չէ, ույն ծիմպինի, որ դասախոսություն էր կարդան, կամ զանգում են, կամ գրում են, քո ձեռի բրնած նկարի քաղաքացիական ամուսնու օրոք, դες ձևակերպ, կապ չունի իրանք ոչ ԶԱԳՍ ունեն, ոչ եկեղեցով են պսակադրվել, քանի որ ինքը թքած ունի եկեղեցական պսակադրության վրա, այդ սուրբ մոտեցման վրա, հա, որ եկեղեցով մեկ այլ կարգի խորհուրդ է ստանում ամուսնությունը, բայց ինքն այսօր հավատացյալ է, մեր խում ճնջուլազավարան վեց եկողան, պատարակակենա, խաչակնկվա, կչոքի, մոլլի պես կաղոթի գլուխ խպա բիտոններուն, այդ մարդու օրոք Նախիջևանի վարձակալման 100-ամյակը լրացավ։ Բայց քանի որ ինքն առաջնորդվում է այդ մեծն ջնջազավր, մեծ ասելով կրծքերն նկատի ունեմ, էլի, առաջնորդվում է ղեկավարների առջև շնիկ, ենթականների առջև առլուց, լայով անպայման։ Ինքը դրա մասին, ծպտուն չխանեց, չասեց, պարոն Ռուսաստանի նախագահ, այս դագավորով 100 տարի լրաց է Նախիջևանի, կարող է մի քիչ լավ վերաբերվես Հայաստանին, կապ չունի, ես դեբիլ եմ էլ, չեմ եկեք ես դիմավորեք, կապ չունի, բայց շուտը ես քո դաբրով եմ իջև մեզ աթորին նստած, թե չէ հեմի ին ոռնոպերանը շուտ է իր մեկ արել, հա, արի Նախիջևանի հարցով մի հատ բանակցենք, դու են ադրբեջանական կերոսին պարունակող երկրի ղեկավարին հասկացա, որ ես կարամ մի 100 տարով էլ երկարաձգեմ Նախիջևանի դոգովորը պայմանագիրը, բայց արցախցին պետք է վերադառնա Արցախ ապրի, Արցախը պետք է մնա սուվերեն տարածք, հա, թող ոչ Հայաստանին էլի, ոչ Ադրբեջանին, վերցա քո տիրապետության տակ, բայց թող մնա հայկական, թող ընդեի մեր հազարամյակների պատմամշակութային ժառանգություն ներկայացնող ամբողջ աշխարհին, եկեղեցիները չդառնան ալբանական, թող խաչը չհանեն դնեն կիսալուսին, չարեց, բայց ինքը ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած, ինչա գոռում, լսել ես, չէ, ոնց կարա կաթողիկոսի եղբայր Եզրասը լինի նոր Նախիջևանի, ցիտում եմ մեր անկոտրելի քնձխին, Նախիջևանի թեմի առաջնորդ, ինքն KGB-ի գործակալը, բայց նույն վարքյանին, երբ որ էտա դեղին հեռախոսով, հեռախոս չկաս ախտերի մեջ, չէ, ես են դուխին է, որ մենակ ես ունեմ մեկ էլ մեխոքի, այդ հեռախոս գվերցա, սենց կզանգեն, որ կսեն, Նիկոլ, das ist fantastisch, արագի մեջ մատ խասի կրեմել, ինքը սենց փեշերեն կկշտա, վազելով կնստի բորդ համար մեկ, կվազի կնստի գա կսեր պիկլա անով ու իսկվա, այդ մարդուն ում հետ ինքը կխանդիպի, այդ նույն մարդել է, այդ ծառայության աշխատակից է, մեծն քնձխ, բա որ ութենց էշեշ դուս ես տալի, KGB-ի գործակալ ասնի Եզրաս, լրիվ ջենջ վիճակ, բա, ու այդ մարդը, ով ասմա 74% բաժնետոմսերը են Թրամփապամի ուղին, չէ, Զանգեզուրի կարիդորը,
Պատկանում է ԱՄՆ-ին, իբր թե ԱՄՆ-ին։ 26%-ն մերն է, խոսում է սուվերենությունից։ Ինքն իր ձեռով կացե։ Այսինքն ուրա դասա դույմը։ Ստորագրերա, հա։ Գրերա Նիկոլ Փաշինյան։ Թրամփամփամի ուղին, որի հիմար ինքը ստացել է ինչ էր Զեյնաբի մրցանակապաշխություն, Զեյնաբ էր, ես ինչ էր, Մուխաբաթ էր, ինքն այդ պատվավոր տիտղոսին արժանացել։ Չոջուխ Էրդողանի բիջեմ ասում, մերկը պարո Փաշինյանը, էլի։ Ստորագրել, որ 74%-ը մեր բոլորի կապ չունի մարդը Նիկոլականա, Սերժականա, Քոչարյանականա, թե ուղակի հայա։ Երկրի սուվերեն տարածքի մի մասը ճանաչել է 74% բաժնի տոմսով, տվել է վարձակալության ԱՄՆ-ին, վարձովսենյակ էլի, կոյիկը մեստը, որը շատ կարևոր հանգույց է, որը հանդիսանում է Հայաստանի ողնաշարը։ Ասում է Ռուսաստան, ռուսամոլները եւ 5-րդ շարասյունը այդ ամեն ինչն ասում են ովքեր Բաբաջանյան Արմանը գրիչ Մագդակի դեմքով։ ԽՍՀՄ առաջին մանյակ որ 4 կնոջա կացնահար է Դանիել Լիոնիսյանի պապը ԽՍՀՄ-ի առաջին մանյակն է, բացեք արխիվները նայեք, Մոսկվայում աշխատե, 4-5 կնիկա տապուռը, ասպա ցախ ուզեցե ջարդի տրնդեզին, ցախ չել է կնիկա կոտորե, իսկ իրա թորնիկը, ավելի ճիշտ է քաղաքական պորնիկը, այդ գրական բառը, շուտ չէր, ասմա ես հիմնել եմ ինչ էր ասեմ, իրազեկ քաղաքացիների միություն ու հետ կապ չունի, որ ես, այսինքն ինքը փորձել է շատ մոտիկ կոնտակտի մեջ մտնել հարազատ մոր հետ։ Սրանց շեղվածների ընտանիք։ Բաբաջանյան Արման ցուցմունք է տվել հարազատ մոր վրա։ Կեսագրությունն ես նայել։ Կացե դատարան ասել է հարգելի պարոն Մասիս Մելքոնյան, Մայր Նիկոլ Փաշինյանի այս ձախ կրծքի տակ գտնվող փոքրիկ թուրքական սրդի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Պարոն Մասիս Մելքոնյան ասել է, ես գուզեմ ցուցմունք տամ իմ մոր վրա։ Մասիս Մելքոնյան ասել է, լսի, ես անինքնասերի մեկն եմ, բայց քո հորոզոտ մոր վրա չորժի ցուցմունք տամ։ Ասել է կապ չունի, ես պետք է գրեմ։ Շոթայի Ալազինի մուլտիկ խիշես։ Այն բանը, ասում ուզում ասեի վառաբեյը, այն թութակն, որ սենց քանդում են շորերը, լամպը գտնում, ասում է շոթա, ես պատրաստ եմ քոմար ում վրա ասես գրեմ։ Հատի Ալազինի մուլտիկի մեջի թութակն, այն։ Այսօր ասում եմ, լայնաբերան ժպիտով, ոնց որ երիցուկ, թփակալած երիցուկի ժպիտ լինի, գրիչ Մագդակը, Մայցն Ղախպալյոնը, ֆրանսիական բառը, ֆուջի։ Ասում եմ, ռուսական սահմանապահների հեռացան X կետի։ Խելրեմ ես։ Այսինքն Հայաստանը Իրանի հետ փակիր է տարածքն էլ այդ սահմանը կսա թրամփամփամ վեկալ ինչ կուզես էրա։ Հելեն գորան կսան ռուսամետներն ու 5-րդ չորասյունը չեն ուզում որ մենք լինենք անկախ երկիր։ Դու էլ ջոգի չէ որ քֆուրեն անեմ մեզի։ Իրանք հմենին են քֆուր անում, իրանց դեբիլ հալով։ Մի հատ Հրիփսիմե Հունանյան կա։ Կարող այդ ես ինքս ասի էլի։ Այդ էլ երեք խոսում է, այդ գեղագիտական կրծքավանդակով այդ տիկինը։ Ատաս մի հատ կնիկ ունենաս կոթումած ունեն տնից է։ Թրիկել չես տապ, ինքն իրանք այդ թրկիկ կա։ Այդ գեղագիտական նրբաճաշակ, ոչ այդքան ջահել, բայց ոչ այդքան զառամյալ տիկինն ասում է, մեզ պետք չեն զինվորներ, մեզ պետք են գլուխներ։ Բա, դու գլուխ ունես, բաղով։ Այս դու ինչ գիտես ինքը որ գլխի հետ էր։ Ինչքան գիրք կա չէ կնոջ աչքերի մեջ, գին ասի։ Այդ բալզակյան տարիքի իգական սարի ներկայացի աչքերի մեջ ինչքան գիրք կա։ Ասում եմ մեզ պետք են գլուխներ։ Գերմանական կինո է նայ, գիտես այդ։ Չեմ ուզում այդ անեկդոտը պատմում, դա վաշպե խուժանական է։ Խուժան եմ ես դե գարասկոպով։ Արևելյան գարասկոպով խուժան եմ, արևմտյանով բան հիստերիկ։ Ու այդ Նիկոլ Փաշյան, միա չսա, այդ Նոխիջևանի հարց, էսեն, միակ բերկցենք տեղը, բայց հմեն գորան, որ Ռուսաստանն է մեղավոր։ Ու այդ 600 տարվա շատ խորացա, հեռացա թեմայից, պետականություն չունեցող երկրին, երբ որ մեկ այլ հարևան երկիր ասել է, ազատագրել է մի տարածք, ասել է, էսի քեզ երկիր, էսի քեզ
դրոշ, ԽՍՀՄ կամ ՍՍՀՄ։ ՍՍՀՄ-ի կազմում որպես պետություն գոյություն ունեցի։ Ապրիք համար։ Ես էլ քեզ գործարան, զավոդ։ Այսօր այդ փոքր հարևանը, ովի շնորհիվ մեծ հարևանի ունեցել է երկիր, այլ ոչ թե բռնազավթվել է։ Որոշ պոռնակածին այն ժամանակվա, դե պոռնակածին ղեկավար Հայաստանը միշտ ունեցել է։ Անես չի, որ մեն Նիկոլան ինքն անկոտրել է, բայց անկրկնելի չի։ Նիկոլի նման մի 100 տարի հետո էլ է ծնվելու։ Վստահ եմ դրա մեջ։ Նոստրադամուսն էր զանգի ասում։ Դրանց շնորհիվ մենք ունեցել ենք կորցված, տարածքով փոքրացած երկիր։ Այսօր այդ նույն հարևանին այդ փոքր երկիրը, որ իր տունը ձեռից տարել էին թուրքերը։ Ասում է մեծ հարևան, իդի նախսույ։ Իդի նախսույ։ Դու լավը չես։ Ես կուզեմ էթամ Բրուկլինսկի մոստ պոզայով իմ հետնամասը, սրտիկը ցցեմ այն հարևանի մոտ, ով ինձ 15 միլիոն կես կոտորել է։ Այս թուրքական տվյալների, քանի որ թուրքական լոլիկ ասում է համեղ է, օգտակար, ենթաստամոքսային գեղձի համար։ Ինչ բարեր գիտեմ չէ։ Մենակ բաղ չունեմ։ Հակառուս եք խաղում, մեծ սնջնջուլազավրներ։ Մենակ, ես երբևիցե ձեզ բան չէի ասի։ Երբ որ դուք լինելով կոմպիտենտ և, չգիտեմ, էլի, օբյեկտիվ, հլեք թռնեիք ռուսական այն պրոպագանդիստների դեպքին, որպես հայ եմ խոսում, ովքեր ասում են, մենք Հայաստանին այսքան բան ենք տվել, Հայաստանը անշնորհակալ երկիր է։ Հլեք կուլտուրական կամ ոչ կուլտուրական ձևակերպեք, ասեք, լսի։ Այս ավտոն էլի սկսավ երցնել, մի րոպե, այսի պիտի սենց 5 մետր մեկ քշես, էլի, որ ինքը զգա, որ մեջը մարդ կա։ Մեր պարը Փաշյանի պես չէ՞ այս ավտո, որ գլխականում ես տակը մարդ չկա։ Հələ մի րոպե, վիսյոլեի գորկի։ Որ դուք հլնեիք ու ասեիք, լսեք, հարգելի ռուսական պրոպագանդա անող բլոգերներ, քաղաքական գործիչներ, երբ որ դուք քար եք շպրտում Հայաստանի կողմը, մի մոռացեք, որ Հայաստանը այն միակ երկրներից մեկն է, իր տարածքով ամենափոքր, որ հայրենական մեծ պատերազմին տվել է այդքան գեներալներ, մարշալներ, այդքան հերոսներ։ Այսինքն մենք որպես երկիր շատ բան ունենք արած ԽՍՀՄ-ի համար։ Ու ես որ նայում եմ այսօրվա աժոտաժը Facebook-ում տիրող, այս 18+ կինո, ես սկսում եմ ավելի ու ավելի համոզվել Միքայել Աջապահյանի ճշմարտացիության վրա։ Շատ խելացի մարդ ենք, շատ խելացի մտքեր ասում։ Ասե ու ասում։ Ասում է լավ հարևան կարա ունենա լավ հարևանը։ Շատ ճիշտ բան ասում։ Բայց որոշակի ուղղից տկարամիտ մարդիկ կհելեն կմեկնաբանեն կասեն, այս ռուսի ագենտն էլի եկա։ Հəm ես վիդեո որ հանկարծ Facebook-ից քաշեմ, գցեմ YouTube։ Խոսքի օրինակ։ Անես չի որ ամեն վիդեոն ցած վերցնում եմ, գցում եմ YouTube, ասում եմ ժողովուրդ։ Նայեք ինչա կխաչեմ ես։ Մարդիկ կմեկնաբանեն ուրիշ ձև։ Մեծ ու փոքր հարևանի պատմություն։ Բայց լսողները եթե մի փոքր ուշադիր եղան, հասկացան, որ օբյեկտիվությունը պահեցի։ Այսինքն մեդալի երկրորդ երես ասելով, ձեզ ով ասում Ռուսաստանի բլոգերների կամ ինչ-որ քաղաքական գործիչների հանդեպ քննադատական խոսքով հանդես եկեք, շատ հանգիստ, կուլտուրական կամ քննադատական մեկ այլ ձևաչափով, ցույց տվեք, որ մենք էլ որպես երկիր ունենք արժանապատվություն, ունենք պատվի գործոն, եթե իհարկե մնացել է, ազգայինի հետ եմ ես, բայց մենք որպես երկիր մենք էլ ենք շատ բան արել Ռուսաստանի համար, երբ որ մի բուռ Հայաստանից այդքան հերոսներ ա եղել ԽՍՀՄ այդ երկրորդ համաշխարհայինի ժամանակ, դա ասեք, ոչ թե հելեք ասեք, այն ով մեզ ցեղասպանել է, ես իրա պուպուլն կուզեմ մոտիկից տենամ, բայց ով մեզ տվել է պետություն, 600 տարի պետություն չունենալուց հետո, ինքն լավ տղա չի, ու որոշակի ուղղից կիսա թոփալ չէ, կլիմաքսով քայքայվածներ կապ չունի սեռը, ինչ գրառում ասես գրում են,
առանց հասկանալու դրա իմաստը, բովանդակային պարունակությունը։ Արա Փաշյան, քո ելույթներից մեկն էլ նայի։ Թե որ ասում ես, եթե մյուս անգամ նման ձևով խոսեք, դուք ես սրահում լրագրողին ես ասում, այլևս չեք հայտնվի։ Կարող եք կծես մծես։ Հա։ Ատամ ես գցը։ Ատամ պետք է գցես։ Լապը չի հերիք, հա։ Եկի ձև ես խոսում։ Ախր դու եղել ես դեղին մամուլի լրագրող։ Հոդվածի հիմա հոդվածս գրել փող ես աշխատել։ Ես մոռացել եմ, որ տայլան ճիշկին արի վրա են, քաքանեն արեքու վրա են։ Նորմալ է, լող ցանցել է։ Անիկնասերի մեկն է, չէ՞ պետք որ մի ահագին հազարամյակների պատմամշակութային եւ պատմություն ունեցող երկրին սս նվաստացնել բերել հասցնել ես աստիճանին։ Ուրիշ ով կարող sense բանաներ։ Ասում ես չեմ հիշում։ Ես ինչքան բարգեւավճար եմ ստացել։ Հետո ասում ես չեմ ստացել, դա վարչապետն է ստացել։ Դրա խոսալ տեսել ես։ Այն որ մեկին հարևանը գալու է տելեմա դոմփվում է, էլի։ Արա ասես դոմփվում ես, ու ասում ես խռով է բերալ ոռումս դրալ։ Նա նիկը փշերը։ Անկոտրելի։ Ես էլի չէի մտնի Facebook չէի խոսում, բայց երբ որ մի ամիտ մտա VPN միացի մտա Facebook տեսա մի առնվազն մի 17-18 վիդեոյի վրա փողոքարկել ենք։ Այդ վաղ հասկացա, որ ես այդքան էլ մեծ չեմ։ Իմ մոտ էլ կարա շաբաթ մեկ լինի ցցուն վիճակ։ Այդ մարդ ենք։ Պոպոկներ էր, օգնում է, սմետան։ Ու որոշի ստայաշի վարատնիկով, պարոն Փաշյան, սենց հեռակայով խոսամ քո նման ջնջուլապաչի հետ։ Դու վստահ եմ նայում ես։ Քանի որ դու ջենջ ես։ Քանի որ դու առանց քո ֆեյքաբուծարանի զերո ես։ Զերո, այսինքն մեծ դատարկություն։ Ոնց որ քո էությամբ ես դատարկություն։ Դու խոսում ես կոռուպցիայից, անձամբ դու թաթախված լինելով կոռուպցիայի մեջ։ Հասարակ օրինակ, հերու չեմ գնա։ Աննա Հակոբյանը, որ ասում էր, սենց շպարգել կեն դրել էր դեմը, յանի չէր կարդում, ասում էր, un timpin կամասուտրա yau։ Այդ բպրեջն, հա։ Չի հանդիսանում Զաքս ինստիտուտով քո կինը։ Ոչ եկեղեցական ծեսով է հանդիսանում քո կինը։ Բայց ծախսը իր փողերը ոնց ուզի։ Իմիջելոց այն որ հարց են տալի ասում են լրագրողներից չեմ հիշում, Ռիփսիմե Ջեբեջյանն էր ով էր, չեմ հիշում, եթե ազգանունը սխալ եմ ասում, թողներով էլի։ Ներողություն։ Սիտում է հատված քո գրքից ասուլիսի ժամանակ, ասում է պարոն Փաշյան, հələ լսի, ու կարդում է հատված քո գրքից։ Որ գրել ես, այս դատախազին չենք շինը, դրա համար սենց վատնա։ Ինչ ես պատասխանում։ Ու դու պատասխանում ես որպես երկրի ղեկավար։ Ասում ես դա գրականություն է։ Իրոք, այ բոզի տղա, չէ լավ առանց քեֆուր։ Այդ քո գրած սեռաշեղված հոգեբանությամբ գիրքը, երբ դառավ գրականություն։ Հա։ Այ փոշտալյոնի հեծանիվի պեդալ։ Այս մի վիդեոն թողնի քիչ թե շատ կուլտուրական ֆորմատով, բայց հաջորդը, եթե ես նկատեմ այս նույն տեմպերով փոփոխություն իմ Facebook-յան էջի նկատմամբ, ընդհանրապես մի հատ բոզի տղա հանգած շշկրվի, իմ անունը միտեղ հոլովելով մի բան գրի կամ մի բան անի, այն որ ասում եմ շաբաթ մեկ ակայնեմ, էդի կոտոկ եմ անում։ Իմ մոտ առաջանում է ժամը 6-ի կարգավիճակ, ժամը 6, չէ՞, ժամը 6։ Ու փումփուլիկներով գալեմ եմ ձեր տուն։ Ու այդ վաղտ լավ չի լինում։ Ու այդ վաղտ մեր ժողովրդի մի մասը գրում են, այս Խուժանն էլի եկավ։ Ոչինչ, ես թողնեմ Խուժան, բայց հայը հասկնա իր լավն ու վատը։ Որտեվ ես ամենաշատը մի բանից եմ կյանքում վախենում, այս պահի դրությամբ։ Ես չեմ ուզում, որ Հայաստանի որևէ մարզից այս կեսբուր մնացած Հայաստանից։ Չգիտեմ, աբսուրդ կարող է հնչի, բայց դա այս տեմպերով իրական է։ Դա լինի Սյունեքից, Վայոց ձորից կամ մեկ այլ տեղից։ Գենետիկ հայը
իր պապական հողից հանի իր նախնիների դիակը եւ արտաշիրի մումանի, որ թուրքը չպղծի։ Հայ գերեզմանը, այդա չեմ ուզում։ Իսկ դու Նիկոլ Փաշինյան, եթե մի անգամ գաս Ռուսաստան, աչոտ տալու, այ 6 նոց։ Հələ մեկ հարց տուր էլի Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ասա ես եզրասին ասում եմ KGB-ի ագենտ, ընչես մեդալ տալի։ Դու խոտ քերիքի ասես։ Ջենջ, քուխետնը մե, քնձախ։ Քերիքի դու խոտ մոտիկանաս ասես էլի։ Չէ՞ դաս կայնես այդ հավքված են կորտոֆիլի պյուրեի արքայիկողը, սենց անես, դրանց ինչ են խոսում։ Այդ Զալիևին ասես, այդ համ կոֆե բերեմ։ Տղամարդավարի մոտենաս ասես, լսի, պարոն Ռուսաստանի նախագահ։ Վստահ եմ, արդեն եթե շատ պարապես կարաս հստակեք մարդու անազգանուն ու հայրանուն ասես։ Ես ուզում եմ հարց տամ, ասա, ես իմ երկրում գոռում եմ, որ Եզրաս արքեպիսկոպոսը, հա, Ներսիսյանը, KGB-ի ագենտ։ Ինչես մեդալ տալի։ Դու խդ կերիքի ասես։ Չէ։ Բա որ չէ, այ հեծի տնօրենի Դանգրադ։ Хули ты выебываешься, блядь? Հա? Ջենջ, քուխետնը մե? Ջենջ, քանձախ։ Երևի ես կան։ Լավ եք։